Լինի Աստված։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս, թող փառավորվի նրա անունը։ Սիրելիներ, ես ուրախ եմ, որ նորից ձեր մեջ եմ։ Ամեն անգամ գալիս Աբովյան մի ուրիշ ուրախություն է լինում։ Շնորհակալ ենք Տերին, սա Տիրոջ ողորմությունն ու գթությունն է։ Եվ Տերը սրտիս մեջ դրել է մի թեմա։ Սիրելիներ, այո, այսօր դրական բաներից խոսելը շատ լավ է։ Եվ խոսողն էլ ոչ մեկս մենք չենք ուզում որևէ մեկին կոտրենք, որ մեկին հուսահատ վիճակների մեջ գցենք, բայց Տիրոջ խոսքը, ինչպես Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում, Աստվածաշունչը Աստծո շունչն է, օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, խրատելու, արդարության ճանապարհների մեջ ուղղելու, սիրելիներ։ Այո, երբեմն Տիրոջ խոսքը խրատական, հանդիմանական է լինում։ Ամեն մեկս ինչպես եղբայրը մի քիչ առաջ ասեց, որպեսզի մենք զգուշություն անենք մեր անձերին առաջ, հետո մեր վարդապետությանը։ Այո, սիրելիներ, մենք կարող է եկեղեցին ճշմարիտ վարդապետության մեջ լինի, բայց մեր անձը չլինի։ Դրա համար տեսեք Աստծո խոսքը մի քանի տեղերից կարդամ։ Տեսեք ինչ ասում Գաղատացից 6:6-7 համարները։ Խոսքին աշակերտություն ընողը իր վարդապետը ամեն բարի բաների մասնակից ընե։ Մի խաբվիկ, Աստված ծաղր չլար։ Ես դրա մասին եմ ուզում խոսել։ Այսօր շատ հավատացյալներ կարծես հավատքի մեջ են, Աստծո խոսքը գիտեն, երբեմն սպասավորության մեջ են, բայց ծաղր են անում։ Եվ դրա մասին զգուշացնում էր Պողոս առաքյալը։ Երկրորդ Տիմոթեոս 3:1 համար այսպես է գրում. Գիտիր, թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան, որոնք եւ նկարագրում է, ասում է, որոնք աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց անոր զորությունը ուրացած է։ Երկրորդ Տիմոթեոս 3:5 համարը։ Եվ ասում է, միշտ կսորվին, անգամ խոսքը լսում են, միշտ սովորում են, բայց բնավ չեն կրնար ճշմարտությունը ճանաչել։ Եվ դրա մասին զգուշացնում են նաև 4 գլխի 3-4 համարները։ Վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությունը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմանջով իրենց ցանկություններու համեմատ վարդապետներ պիտի դիզեն։ Եվ ոչ թե վարդապետություն, այլ վարդապետներ պիտի դիզեն։ Եվ ամեն մարդ ուզում է իրեն հաճելի քարոզ լսի, սիրելիներ։ Բայց Աստծո խոսքը միակ ճշմարտությունն է, սիրելիներ։ Եվ Աստծո խոսքը դրա համար Պողոս առաքյալը ասում է, երբեմն հանդիմանական է։ Եվ ասում է, բայց նախ ասիկա գիտեք, հիմա երկրորդ Պետրոս 3 գլխի 3 համարն եմ կարդում, բոլոր առաքյալները դրա մասին խոսել են։ Վերջի օրերի, այսօր մենք վերջի օրերում ենք ապրում, և դրա համար շատ կարևոր է, որ քննենք մեր անձերը, որ արդյոք մենք ճշմարտության մեջ ենք։ Տեսեք ինչ ասում Պետրոս առաքյալը, բայց նախ ասիկա գիտեք, թե վերջին օրերը ծաղր ընողներ պիտի գան, որոնք իրենց ցանկություններու համեմատ պիտի քալեն։ Դրա մասին խոսում է նաև մի ուրիշ տեղ Պետրոս առաքյալը, երկրորդ գլուխ, երկրորդ համարը, երկրորդ Պետրոս, շատերը անոնց կորսյան ընթացներուն ետևեն պիտի երթան,
որոնց համար ճշմարտության ճամփուն պիտի հայոյեն։ Սիրելիներ, սրանք շատ զգուշավոր խոսքեր են, եւ այսօր մեզ ասա վերաբերվում առաջինը, որովհետեւ շատ ծաղր ընողներ կան։ Դու մի կարծի, որ դու ճշմարիտ վարդապետության մեջ ես, բայց դու կարող ես ճշմարտության մեջ չես եւ չես ճանաչում ճշմարտությունը։ Տեսեք ինչ ասում, բայց դուք սիրելիներ հիշեցեք այն խոսքերը, սա կարդում եմ արդեն Հուդա առաքյալի թղթերը, Հուդա առաջի գլուխ 17, 18, 19 համարը։ Բայց դուք սիրելիներ հիշեցեք այն խոսքերը, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսին առաքյալները նախապես խոսեցան։ Ես կարդացի այդ առաքյալների մասին, Պողոսի եւ Պետրոսի, որոնք խոսել էին, եւ Հուդան հիմա նույնպես գալիս այդ թեմային, Հուդա առաքյալը, որոնք ձեզ կսեին, թե վերջին ժամանակները ծաղր ընողներ պիտի գան, որոնք իրենց ամբարիշ ցանկությունների համեմատ պիտի երթան, ասոնք ինքզինքնին զատող շնչավորներ են, որոնք հոգին չունեն, սիրելիներ։ Հուդա առաքյալն ասում, եւ տեսեք 3 կարևոր մարդկանց օրինակն ա բերում։ Մենք միշտ սիրում ենք, չէ՞, լավի օրինակները։ Մենք սիրում ենք Եբրայեցի թուղթը, երբ որ Պողոս առաքյալը հերոսների մասին ա խոսում, հավատքի, Աբրահամից, Ենովքից, Նոյից խոսում է, շատ հաճելի է լսել, եւ մենք ուզում ենք նմանվել դրանց, բայց կա նաեւ ուրիշ վկայություններ, այո, լավ այդ վկայությունները եւ մեզ առաջնորդում են, խրախուսում են, բայց կա նաեւ ուրիշ վկայություններ, որոնք այսօր շատ կարեւոր է, որ դուք ուշադրություն դարձնեք։ Եվ ասում է Հուդա առաքյալը առաջի գլխի 11 համարում. Վայ անոնց, որոնք Կայենի ճամփովը գացին ու Բաղամի մոլորությանը պես ցանկության վարձքի ետևե գացին ու կորխի հակառակության պես կորսվեցան։ 3 մարդկանց օրինակն ա բերում։ Առաջի մարդը մեղքով ծնած առաջի մարդն է։ Մենք գիտենք, որ առաջի մարդը, որ մեղքի բնությունով ծնվել է, դա Կայենն է։ Եվ զգուշացնում է, որ Կայենն էլ ճանապարհ ունի։ Եվ ո՞րն է Կայենի ճանապարհը։ Եվ ամեն հավատացյալ կարող է սխալմամբ գնալ այդ ճանապարհով։ Եվ մյուսը առաջի մարգարեն է, որ Աստվածաշունչը նշում է։ Այո, մարգարեություններ արել է Աբրահամը, Իսահակը, Հակոբը, բայց Աստվածաշունչը առաջի մարգարեն նշում է Բաղամը, որովհետև նրա մոտ էր Աստծո խոսքը։ Եվ երրորդը սպասավորներին ասում, Կորխը, Դաթանը, Աբիրոնը, որոնք առաջի սպասավորներն էին։ Տեսեք, կա առաջի ճանապարհ, կա Աստծո խոսք, որովհետև Աստված այդ ժամանակ մարգարեներով էր խոսում։ Եվ կա սպասավորություն, որ ընտրել էր Ղևտացիներից Աստված այդ երեքը կա, կարծես եկեղեցու ընդհանրացումը։ Մեղքով ծնված մարդը, որ կարիք ունի ճշմարիտ ճանապարհի, կա Աստծո խոսքը, որ մարգարեին էր տրված, եւ կային սպասավորներ, եւ երեքն էլ ճշմարտությունը չճանաչեցին։ Տեսեք, Կայենի ճամփան մենք գիտենք, սիրելիներ։ Կայենի համար ծննդոց 4 գլխի 3-5 այսպես է գրում. Ժամանակ մը հետո Կայենը երկրի պտուղեն Տիրոջ ընծա բերավ, ու Աբել ինքզինքը ոչխարներու անդրանիկներեն ու անոնց պարարտներեն բերավ։ Տերը Աբելին ու անոր ընծային նայեցավ, բայց Կայենին ու անոր ընծային չնայեցավ։ Եվ դրա համար Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է. զգուշություն արա քո անձին, հետո վարդապետությանը։ Վարդապետությունը քո աշխատած, քո կյանքն է, քո գործունեությունն է, որ դու այդ վարդապետության մեջ ես, բայց քո անձին զգուշություն արա, որովհետև Աստված նայում է սկզբից քեզ, հետո քո գործերին։ Դրա համար, սիրելիներ, իսկ մենք գիտենք, որ ինչ
գործի ինչ ճանապարհի մեջ էր նախանձի, որովհետև նա ծնված էր մեղավոր բնությունով եւ այդ ճանապարհը ճշմարտության ճանապարհը չէր եւ Կայենը չճանաչեց այդ ճանապարհը։ Այդ զգուշացումից հետո անգամ միտք չարավ եւ իր եղբայրասպան եղավ սիրելիներ։ Մենք գիտենք, որ մեղավորի ճանապարհը սպանության ճանապարհն է սիրելիներ։ Եվ զգուշացնում է, որ դու այդ ճանապարհով չգնաս։ Հուդան առաքյալը դրա համար է զգուշացնում, որ այդ ճանապարհով երկրորդը խոսքի ճանապարհն է։ Մարգարեն Բաղամը մենք գիտենք, որ նա Աստծուց հայտնություն ուներ, որ Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից հանել էր եւ պիտի տաներ Քանանի երկիրը։ Աստծո օրհնյալ ազգն էր դա սիրելիներ։ Իսկ երբ որ անիրավության վարձքը տեսավ, այսօր սիրելիներ շատ արդիական է դա։ Երբ որ դու անիրավության վարձքն ես տենում, մամոնային ես տենում, շատերը շփոթվում են եւ գնում են իսկական հմայության հետևից։ Շատ գեղեցիկ դիպուկ խոսքը, հմայություն, ինչով ես դու հմայված, աշխարհով, թե հոգևոր կյանքով, դու մամոնայով ես հմայված, թե քո կյանքով, իրական հոգու կյանքով, հավիտենական կյանքով, եւ մենք գիտենք, քանի անգամ նա գիտեր խոսքը դու գիտես, բայց գնում ես հմայության հետևից, այսինքն դու Աստծո խոսքը կարող ես փոխել։ Դու Աստծո խոսքը կարող ես փոխել եւ քո մեջ դու մի նայի ճշմարտությունը, եկեղեցին ճշմարտությունը խոսում է, բայց դու քո մեջ ճանաչում ես այդ ճշմարտությունը, կապ ունես Աստծո հետ, թե հմայության հետևից ես գնում, քեզ արդարացնելու համար դու շատ բաներ կարող ես խոսել եւ դու քանի անգամ 3 անգամ գնաց հմայության հետևից, անգամ Էշի հանդիմանությունը, որ եղավ սիրելիներ, նա նորից միտ չարավ, նորից գնաց հմայության հետևից, իսկ երբ որ հմայության հետևից ես գնում, Աստծո հոգին քո հետ գործ չունի։ Եվ տեսեք Թվոս 24 գլխի առաջի համարը ինչ ասում։ Երբ Բաղամ տեսավ, որ Տերը կհաճի Իսրայելը օրհնել, ալ մյուս անգամներու պես հմայքներ փնտրելու չգնաց, այլ իր երեսը դեպի անապատը դարձուց ու Բաղամ իր աչքերը վերցնելով տեսավ Իսրայել իր ցեղերուն կարգով դաշտի մեջ բնակած է եւ ուշադրություն դարձրեք շարունակությունը ու Աստծո հոգին մեծատարով է գրած Աստծո հոգին անոր վրա եկավ երբ քո վրա Աստծո հոգին գալիս երբ որ հմայությունների հետևից չես գնում երբ որ Աստծո խոսքը չես ծռում երբ որ Աստծո խոսքով ես դու ապրում որովհետև Աստված իր խոսքով է քո հետ խոսում եթե դու հաղորդ ես Աստծո հետ եւ այդ խոսքին հնազանդ ես Աստված քեզ ողորմություն անում եւ Աստծո հոգին ասում է նրա վրա եկավ ու իր առակը սկսելով ասավ Բեովրի որդի Բաղամի պատգամը ու աշկը բաց մարդու պատգամը Աստծո խոսքերը լսող ամենակարողի տեսիլքը տեսնող քնանալու պես գետին ընկող աշկերը բաց եղողի պատգամը այս է որովհետև նրա աշկերը արդեն բացվեց երբ որ արդեն Սուրբ Հոգին է խոսում քո ներսի հոգուտ աշկերը բացվում են սիրելիներ եւ նա դրա համար ասում աշկերը բաց եղողի նա արդեն քնած չէր նա պատգամ էր տալիս արդեն հոգուց սիրելիներ եւ ճշմարտություններ պատգամ տալի եւ օրհնեց Իսրայելի ազգին բայց իր անձին զգուշություն չարեց եւ ինչ եղավ վերջը դանակ մենք գիտենք որ նրա վախճանը ինչ եղավ Աստված պատժեց նրան եւ երբ որ Իսրայելի ժողովուրդը մադիանացիների հետ նաեւ նրան սպանեցին որովհետեւ նա իր անձին զգուշություն չարեց իսկ երրորդը սիրելիներ Հուդայի մասին Հուդա առաքյալը խոսում է երկրորդը Կորխի հակառակություն Սրանք սպասավոր մարդիկ էին, հասարակ մարդիկ չէին, ղևտացիներն էին, եւ սրանք ղեկավար մարդիկ էին։ Կորխը Դաթան Աբիրոնը Աստված նրանց դրել էր իր տան վրա, որպեսզի սպասավորություն անեին,
ծառայություն անեին, բայց նրանք ճշմարտությունը չճանաչեցին։ Մենք գիտենք, որ երբ որ եկան, մոտեցան Մովսեսին, եւ այսօր այդ վարդապետությունը շատ տարածված վարդապետություն է։ Երբ որ դու մեկին հանդիմանում ես, երբ որ մեկին կանչում ես զգուշության, ինչ են ասում, եղբայր, բոլորս էլ սուրբ ենք, բոլորս էլ փրկված ենք, մենք գիտենք արմինականությունը, որ ինչ սխալ վարդապետություններ կան, որ մենք Աստված մեզ փրկել է եւ մենք կարող ենք հանգիստ ապրել, որովհետեւ մենք դավանում ենք, մենք հավատում ենք։ Գորխներ էլ հավատում, Դաթանը կարծես, բայց Մովսեսին ասում են, մենք ինչի եք դուք ձեզ բարձրացնում ժողովրդի վրա։ Տեսեք, այսօր այդ հանդիմանությունը շատերը կարող են անել։ Իրենց պարտադիր չի եկեղեցում դու անես, քո սրտի մեջ կարաս անես այդ հանդիմանությունը, բայց Աստված Մովսեսին ու Ահրոնի հետ հատուկ գործ էր անում։ Նրանք Աստծո որդիներ էին եւ նրանք էին առաջնորդում Իսրայելի ազգը, սիրելիներ։ Եվ տեսեք դրանց հանդիմանությունը ինչ եղավ։ Ինչպես Աստված հանդիմանեց նրանց։ Եվ Մովսեսի խոսքերը թվոց 16:10 եւ քեզ ու քեզի հետ քու բոլոր եղբայրներդ Ղևի որդիները իրեն մոտեցուց ու դուք քահանայությունն ալ կփնտրեք։ Տեսեք Մովսեսի հանդիմանությունը։ Ասում Աստված հերիք չի ձեզ սպասավորությանը բերել։ Հլա քիչ համարեցիք, ուզում էիք քահանայություն էլ անեիք։ Որտեւ քահանայությունը հատուկ Աստծո ընտրությունն էր։ Աստված էր ընտրել քահանային, քահանապետին, Ահարոնին եւ նրա որդիներին, իսկ նրանք նախանձը տեսեք ճշմարտությունը չճանաչելու ուրա տանում։ Այսօր դու կարող ես սպասավորության ձգտել, բայց ինչ նպատակով։ Շատ գործեր են անում, բայց ինչ նպատակով։ Դրա համար ասում է Աստծո խոսքը, երբ որ իմ գանձս հավաքեմ, նոր կտեսնեք Աստծուն ծառայություն անողի ու չանողի տարբերությունը։ Որովհետև շատ անգամ, այո, մենք կարող է հավատք ունենանք, եթե գործեր չունենանք, մեռածը երկվորյակ եղբայրներ կան դրանք, եւ կարող է դու գործեր ունենաս, բայց հավատ չունենաս, երկուսն էլ ոչնչություն Աստծո առաջ, սիրելիներ։ Դու պիտի ունենաս հավատքի գործեր, իսկ հավատքի գործեր Կորխը, Դաթանը, Աբիրոնը չունեին։ Որովհետև նրանց մեջ բարձրացել էր նախանձությունը, իսկ նախանձությունը տանում է հակառակության, եկեղեցում կլինի, տանը կլինի, ամեն տեղ, սիրելիներ, նախանձությունը տանում է քեզ հակառակության։ Իսկ եկեղեցին, Աստծո տունը չի սիրում հակառակություններ, չի սիրում, որտեղ Աստված իր որդիներին, իր ծառայողներին, սպասավորներին ինքն է դնում, սիրելիներ։ Դրա համար, այո, նախանձախնդիր եղեք, բայց դրա համար ճշմարտությունը երբեք պիտի չուրանաք, սիրելիներ, որտեղ տարբեր ճանապարհներ են գտնում մարդիկ, դրա համար զգուշություն արեք։ Այս երեք բաները շատ կարևոր են, որ ճիշտ ճանապարհի մեջ լինես, ոչ թե կայենի, որ ճիշտ խոսքը Աստծո պահես, ոչ բաղամի նման, եւ ճիշտ սպասավորություն անես, ոչ թե Կորխ, Դաթան, Աբիրոնի նման։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որպեսզի մենք մեր անձերին զգուշություն անենք, լինի սպասավոր, լինի հասարակ հավատացյալ, լինի ղեկավար, սիրելիս զգուշությունը բոլորինը։ Տիմոթեոսը ինքը եպիսկոպոս, վարդապետ եւ բազմաթիվ եկեղեցիների ղեկավար էր, բայց Պողոս առաքյալը նրան հորդորում էր, որ զգուշություն արա քո անձին եւ քո վարդապետությանը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որ այսօր ժամանակն է, որ քննենք, ինչպես Պողոս առաքյալը Կորինթացիների թղթի մեջ ասում, արդյոք հավատքի մեջ ես, քննեք քո անձը։ Այսօր քարոզչությունը դրա համար է, մենք չենք եկել բոլոր գանգստե գեղեցիկ բառեր ասել, սիրելիներ, Աստծո խոստումներից խոսել, այո, Աստված շատ խոստումներ ա տվել մեզ, բայց ամեն խոստում իր մեջ պայման ունի։ Եթե դու այդ պայմանը չես կատարում, այդ խոստումները քո համար չեն։
ամեն բաները բարի գործակից Աստված անում, միայն իրեն սիրողներին սիրելներ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, աղոթք անենք։